Բարև ձեզ, ես Սիրանուշ Ասատրյանն եմ, բժիշկ նյարդաբան, թիվ 2 բուժմիավորումից։ Այսօր խոսելու ենք գլխապտույտների մասին։ Գլխապտույտները նյարդաբանին դիմելու ամենահաճախ պատճառներից մեկն են, զիջելով միայն գլխացավերին։ Գլխապտույտ դա հիվանդություն չի, այլ ախտանիշ է, որը հանդիսանում է մոտավորապես 80 հիվանդության դրսևորում։ Գլխապտույտների տարբերակում ենք ուրեմն սպეციფიկ գլխապտույտներ, վերտիգոն լատիներեն պտտվել բառից է, որի ժամանակ հիվանդը զգում է, որ ինչպես են շրջապատող առարկաները պտտվում իր շուրջը կամ ինքն է պտտվում շրջապատող առարկաների շուրջը։ Եվ լինում են մյուս տեսակի գլխապտույտները, որի ժամանակ պացիենտը զգում է ավելի շատ, թե ինքը կարծես ճոճվում է, ընկնում է, անորոշության զգացողություն է լինում, գիտակցության կորստի զգացողություն է լինում։ Գլխապտույտները լինում են նաև ծայրամասային եւ կենտրոնական։ Ծայրամասային գլխապտույտները լինում են ներքին ականջի խնդիրների հետ կապված, վեստիբուլյար նյարդի հետ կապված, դա ասենք Մեյների հիվանդություն է, բարորակ պարոքսիզմալ գլխապտույտներն են, լաբիրինթիտներն են, իսկ կենտրոնականը դա արդեն գլխուղեղի հավասարակշռության կենտրոնի հետ կապված ախտահարումներն են։ Դրանք, ասենք, ուղեղիկի հիմնականում եւ ուղեղաբնի ախտահարումներն են։ Դրա համար, եթե գլխապտույտի հետ կամ միևնույն ժամանակ երտեսություն, սրտխառնոց, փսխում, ձեռքի եւ ոտքի թուլություն, ապա անհապաղ պետք է դիմել բժշկի, որտեղ դա կարող է խոսել ինսուլտի մասին, ինչպես հեմորագիկ, այնպես էլ իշեմիկ, ցրված սկլերոզի մասին, նույնիսկ պարկինսոնիզմի մասին, այսինքն նյարդաբանական խորը լուրջ հիվանդությունների մասին։ Գլխապտույտները կարող են ունենալ նաև այլ պատճառներ։ Գլխապտույտները կարող են լինել սրտանոթային հիվանդություններից, ինչպիսին են արիթմիաները, սրտային անբավարարությունները, հիպոքսիան, զարկերակային ճնշման բարձրացումները, իջեցումները, կարող են լինել մետաբոլիկ եւ էնդոկրին խանգարումներից, ինչպիսին են, ասենք, վահանաձև գեղձի ֆունկցիայի տատանումներ, էստրոգենների, պրոգեստերոնի խանգարումներ, որը լինում են պրեդմենստրուալ շրջանում հատկապես, կարող են լինել կալի, նատրի, կալցի միկրոէլեմենտների տատանումներ, վիտամինային անբավարարություններ, վիտամին B12-ին, վիտամին D-ին հատկապես բնորոշ, կարող է նույնիսկ ֆիզիոլոգիական գլխապտույտ լինի հղիների մոտ, երբ որ հորմոնալ շեղումներ են տեղի ունենում, դրանց ֆոնի վրա անոթային համակարգի վրա ազդեցություն է գնում եւ ունենում են գլխապտույտներ։ Նրանք կարող են լինել նաեւ պարանոցային օստեոխոնդրոզի հետևանքով գլխապտույտները, կարող են լինել նաեւ հոգեսոմատիկ պատճառներից, այ նևրոզ կոչված ժողովրդի մեջ ընդունված նևրոզի դեպքում կարող են տագնապային գրոհների ժամանակ, այսինքն փսիխոգեն հոգեծին միջոցներից առաջացող, կարող են լինել որոշ դեղորայքներից առաջացող, դեղորայքների մեջ կարող են լինել հանգստացնող սեդատիվ դեղորայքները, կարող են լինել հակադեպրեսանտները եւ շատ այլ դեղամիջոցներ։ Նույնիսկ եթե դուք կարդում եք դեղորայքի կողմնակի ազդեցությունը, դուք կարող եք տեսնել, թե ինչքան շատ են գլխապտույտը նշված որպես կողմնակի ազդեցություն։ Ըստ ծանրության լինում է թեթև, երբ որ առկա է գլխապտույտ անորոշության զգացողություն, միջին, երբ որ դրա գլխապտույտի հետ առկա է նաև հավասարակշռության խանգարում եւ ծանր, երբ որ կա գլխապտույտ, հավասարակշռության խանգարում, սրտխառնոց փրսում եւ այլ դրսևորումներ։ Ախտորոշումը իրականացնելիս անհրաժեշտ է դիմել բժիշկ մասնագետի։ Բժիշկ մասնագետը արդեն կորոշի, թե ինչ հետագա հետազոտություններ անել եւ բարձելու համար հետագա պատճառները։ Ընդհանրապես արվում է արյան ընդհանուր անալիզ, մեզի ընդհանուր անալիզ, բիոքիմիական անալիզ, հորմոնների, ինֆեկցիաների եւ մնացած անհրաժեշտ հետազոտություններ են կատարվում է էլեկտրասրտագրություն, որպեսզի որոշվի արդյոք կա ռիթմի խանգարում, հաղորդակցության խանգարում, արդյոք արիթմիան է հանդիսացել պատճառ, թե ոչ, կատարվում են նաև պարանոցի եւ գլխուղեղի կաթ եւ MRT հետազոտություններ, կատարվում են գլխուղեղի եւ պարանոցի կաթ անգիոգրաֆիաներ, որպեսզի տեսնեն արյան հոսքը ինչպես է ընթանում, որպես բժիշկ խորհուրդ եմ տալիս փոքր գանգատ նկատելիս դիմել բժշկի հետագա բարդություններից խուսափելու նպատակով։ Եղեք առողջ։